Ողջունում եմ բոլորիդ Պրոռեկայի ոդքասթերի տաղավարում, այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր, իմ սենսեյներից է, նշեմ, որ իրենով միշտ հպարտացել եմ, միշտ իմ համար մեծ ձեռքբերում է եղել իր հետ համագործակցությունը, մեր տաղավարում է Հասմիկը Վարխուդարյան, ողջույն Հասմիկ։ Ողջույն Սուզի ջան։ Մի ձևի լարվում եմ Հասմիկի հետ ոդքասթ վարելուց, իմ առաջին գործընկերներից էր, նախ նշեմ, որ 2019 թվականին կային շատ քիչ ռեստորաններ, ովքեր մեզ վստահում էին, քանի որ մենք նոր էինք բացվել, մեր այդ մարդիկ դեռ կասկածում էին արժի համագործակցել թե չէ, Հասմիկը առաջի գործընկերների շարքում էր, ով վստահեց պրոյեկտները մեզ եւ մենք միասին ունեցանք շատ ճկուն համագործակցություն։ Հասմիկ, այս համագործակցության ֆոնի վրա ուզում եմ մի հատ պատմես նախ քո ոլորտի մուտքը, որ թվականին էր, երբ սկսեցիր այն ամենադժվար բիզնեսից պատմի, որի շուրջ աշխատել ենք միասին։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սուզի ջան հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ մարդիկ միակողմանի չեն կրթվում։ Մարդիկ միմյանցից սովորում են։ Եվ դա ոնց որ ֆիզիկայի երկրորդ օրենքն է, F-ը հավասար մինուս F-ի, դրանք համարժեք մեծություններ են։ Ինչքան դու ես ինձանից սովորում, այնքան էլ ես եմ ձեզանից սովորում երիտասարդներից։ Եվ կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը, որ մենք սկսեցինք, հենց այդ ոնց որ ասած ֆիշկան էր, որ ես վերցրեցի, որ շատ երիտասարդ գործընկեր պետք է ունենամ, որ ես ինչ-որ բան կտամ եւ ինչ-որ բան էլ իրենից կվերցնեմ ու շատ սիրով եմ, շատ մեծ ոգևորությամբ եմ հիշում այդ մեր աշխատանքային տարիները, հետաքրքիր էին շատ, որովհետեւ մարքեթինգի ոլորտը ինձ համար անծանոթ ոլորտ էր, բավականին շատ անծանոթ, բայց ինքը ամեն ինչից տեղյակ մասնագետներից է։ Չէ, դա այդպես չի կարելի ասել, բայց բավականին լուրջ ձեռքբերում էր նաև դու ինձ համար։ Բնականաբար ես նույնպես շատ գնահատում եմ մեր համագործակցությունը, ես ուզում եմ նշես բրենդը, որը որ սկսեցիր, որ տարիներն էր, արի ես բրենդի մասին է խոսքը պատմի, այն ժամանակ, երբ որ դուք սկսեցիք, դեռ չկար այդ մշակույթը, դուք առաջիններից էիք։ Այո, շատ հետաքրքիր տարիներ էին։ Ես մոտավորապես 96 թվականն էր, հետաքրքիր, ես հղի էի, եւ մի օր աչքերս բացում եմ եւ ամուսնուս ասում եմ, գիտես ինչ, ավետիք ուզում եմ, այսպես ֆուրշետներ կազմակերպեմ, հյուրասիրություններ, կոկտեյլ փարթիներ, բայց եկեք հիշենք, թե այդ որ տարիներն էին։ Տարիներն էին, որ մարդիկ ընդամենը 2 ժամ լույս էին ունենում, գազ չունեին, եւ առաջին ռեակցիան բոլոր մարդկանց, որ ապագայում պատմում է, ասում է, գիտեք, ես ուզում եմ ֆուրշետների շուկան մտնել, ստեղծել այդ մշակույթը Հայաստանում, որովհետեւ Հայաստանում շատ շատերը չգիտեին ընդհանրապես դա ինչ բան է, բոլորը ինձ երևի ցնդածի տեղ էին դնում, բայց երկար ուսումնասիրեցի, մի քանի ամիս ուսումնասիրում էի, թե դա ինչպես պետք է կազմակերպենք, գրքերով, իհարկե այն ժամանակ այդքան ինտերնետը զարգացած չէր, գրքերով, բարեկամներ ունեինք արտասահմանում ապրող, որոնք հենց այդ ոլորտում էին աշխատում, իրենց հետ էի զանգում, զրուցում, խոսում եւ կարողացանք կազմակերպել։ Առաջին տարին ունեցանք ընդամենը 3-4 հատ պատվեր, բայց դա միևնույն է լավ ձեռքբերում էր։ Երկրորդ տարին մոտավորապես 30-40 հատ, իսկ երրորդ տարին արդեն այնքան շատ էին, որ չէինք հասցնում աշխատել։ Եվ այդպես ոնց որ բիզնեսում են ասում, կապույտ օվկիանոս, այսինքն դատարկեր, դաշտը մենք մտանք։ Իհարկե հետո շատերը շատացան, բավականին շատացան եւ կարևորը մենք ամբողջ ոնց որ հայերով կարողացանք ձեռք բերել այդ մշակույթը, որ բավականին լուրջ էր այդ տարիներին ֆուրշետների կազմակերպումը պոստսովետական երկրների համեմատ, նույնիսկ Ռուսաստանից գալիս էին, Մոսկվայից գալիս էին, մասնակցում էին ֆուրշետներին եւ հիացած գնում էին ոչ միայն Ռուսաստանից, այլև շատ եվրոպական երկրներից, ամերիկյան դեսպանատուններ մեզ շատ հաճախ։ Դե դուք առաջինն եք, երբ որ սկսեցիք բիզնես մշակույթը, բայց շատ բարձր դրեցինք պլանկան։ Միանգամից շատ բարձր դրեցինք ու դրանից հետո ով էլ որ մտավ շուկա, միևնույն է իրենք պետք է այդ պլանկային հասնեին, որ կարողանային
գոնե մնաց Հետագայում բացեցիք արդեն fast food-ի կետերը, չէ՞։ Հետագայում մոտավորապես 13-14 տարի առաջ բացեցինք արդեն ճաշարանները, Aries Lunch-ը, որը որ բավականին լավ զարգացավ, մենք միշտ գնահատել ենք որակը, ստանդարտը, որակը եւ սպասարկման ստանդարտները եւս ոչ միայն սնունդի որակը, այլ նաև սպասարկման ստանդարտը։ Ինքը նորից միջազգային ոնց որ կարգի ճաշարան դիրքավորվեց շուկայում։ Հասմիկ ջան, ես ուզում եմ մի փոքր դու ներկայացնես բարդությունը, որտեվ քանի որ դու այս պահին շատ խորացած ես ռեստորանային բիզնեսում, ավելի ուշ կբացահայտենք ինչի մասին եմ նշում, այ ռեստորան եւ fast food-ի այս կետերի տարբերությունը ու դժվարությունը կասես, դու արդեն սրանով ես ճանապարհով անցած մարդ ես, ու մեզ լսողների մեջ լիքը մարդիկ կլինեն, ովքեր ուզում են հենց մտնել fast food-ի ոլորտ առանց լսելու խնդիրների մասին։ Այ կնշես մի քանի խնդիր, որ ցանկալի է մարդիկ իմանան մինչև մտնելը։ Իհարկե, ռեստորանը եւ fast food-երը ունեն ընդհանուր խնդիրներ, դա աշխատուժն է հիմնականում, որ քանի որ երկար տարիներ չի ձևավորված այն կրթական համակարգը, որը որ պատրաստում է կադրեր, Եթարենք սպասարկման կադրեր եւ բավականին լավ որակի խոհարարներ, կադրերն են ընդհանուր խնդիրը։ Ընդհանուր խնդիրը դա թանկությունն է, ապրանքների, մատակարարվող ապրանքների թանկությունն է, ընդհանուրը հարկայինն է, որ հարկային դաշտը երկուսի համար էլ նույնն է, նաև կոմունալ ծախսերն են ընդհանուր, որ բավականին նորից թանկ են, լոջիստիկայի խնդիրներն են, բայց տարբերությունը ինչու՞մն է։ Տարբերությունը աշխատաժամերի մեջ է, ինչ որ առումով ճաշարանն ավելի հարմար է, որովհետև դու ժամը 9-ից մինչև 6-ն ես աշխատում, շատ ճաշարաններ շաբաթ-կիրակի չեն աշխատում, այսինքն ինչ որ չափով սեփականատերը ճաշարանի կարողանում է ունենալ անձնական կյանք։ Երեկոյան կարող է իրեն թույլ տալ իր ընտանիքի հետ անցկացնել, շաբաթ-կիրակի ճամփորդել, բայց ռեստորատորը այդ աշխատանքային ժամերի առումով ինքը, ես չգիտեմ իրանք ոնց են ապրում, անկեղծ եմ ասում, որովհետև դա շատ բարդ է։ Այսինքն ռեստորանը 24-7 ժամով դու ինքդ պետք է աշխատես։ Ճաշարանում նաև գնի մարժան, այսինքն քո շահութաբերությունը աննկարագրելի ցածր է ռեստորանի հետ համեմատ։ Ճաշարանում դու բավականին շատ մթերք ես գնում, պատրաստում ես եւ ոչ մի կանխատեսում չունես, թե այդ օրը որքան հյուր կունենաս։ Կարող այնպես պատահել հասարակ անձրև լինի, ձյուն լինի, ցուրտ լինի կամ շատ շոգ լինի եւ մարդիկ պարզապես չգան քո մոտ ճաշարան կամ այնքան քիչ կան, որ այդ օրվա ծախսերը նույնիսկ չկարողանաս հանել։ Ռեստորանն էլ այդ խնդիրն ունի։ Ռեստորանում էլ ուտելիքը սթափդ գալիս է։ Ճաշարանում պատրաստի էփած են դնում, իսկ ռեստորանում շատ ժամանակ դու կարող ես այնպես կառավարել քո խոհանոցը, որ կիսա պատրաստի կամ կիսա ֆաբրիկատ վիճակներում պահես, երբ որ հյուր ես ունենում, նոր այդ ժամանակ արդեն վերջնական պատրաստես եւ մատուցես։ Այնպես չի, որ իրենք էլ չեն թափում, իրենք էլ են ժամանակի ընթացքում թափում են, ես ուզում եմ ասել ընդհանուր հիմա շատ դժվարացել է այս ոլորտում աշխատանքը, նախ առաջարկ եւ պահանջարկ բալանսն է խախտված, առաջարկներն են ավելի շատ այնքան պահանջարկերը, հիմա միգուցե բոլորն ասեն, ուր գնում ես ռեստորանները լիքն ես, դա սեզոնային բնույթ է կրում։ Սեզոն Հիմա տուրիստներ են, հիմա լավ սեզոն է, բարձր հաճախելիության սեզոն է, հիմա հեշտ է, բայց պատկերացրեք, որ այս մարդիկ էսա շուտով ձմեռ է գալու, գարուն է գալու ու իրանք ֆիքսված ծախսերի տակ են լինելու եւ ոնց են դուրս գալու, ես չգիտեմ։ Ամեն դեպքում ինքը դարձել է ոչ այնքան շահութաբեր բիզնես, դա կողքից է թվում, որ ինքը շատ շահութաբեր է։ Մանավանդ վերջին քաղաքականությունից հետո, երբ կրկնապատկեցին հարկերը,
եւ ստիպված ծախսագրումների համար դու ամեն ինչը թղթով ես, ոնց որ ասած, ճիշտ է, ես հիմա խոսում եմ, որ նախկինում իրականում շատ-շատերը առանց թղթի էին աշխատում, ձեռքբերումների համար փաստաթղթավորումը այդքան էլ պատշաճ վիճակում չէին վարում, բայց միևնույն է, հիմա տեսեք բոլոր ծախսերը պետք է փաստացի դու ունենաս, որպեսզի կարողանաս հարկերի նվազեցում կատարել, դա էլ բավականին շատ հարկեր ես վճարում, բարդություններ են առաջանում, էլ չեմ ասում, ընդհանրապես այս բիզնեսը ինքը շատ ներվային բիզնես է, ինքը real time, որ ասում են, չէ, դու խոտան չպետք է ունենաս։ Եթե արտադրության մեջ դու ինչ-որ բան արտադրում ես, խոտան ես ունենում, դա հաճախորդը երբեք չի տեսնում։ Դու կարող ես դա առանձնացնել մինչև վաճառքի սրահ գնալը, բայց ռեստորանում դու բեմի վրա ես։ Անընդհատ դու պետք է կենթանի ապրես, աշխատես եւ փորձես վաստակել։ Հաճախորդի արժեվ դա performance է։ Ինքը դու պետք է ելույթ ունենաս։ Դա է։ Բոլորն են դերակատարումն ունեն իրենց խոհարարները, գործարարը, մատուցողը, մաքրողը, բոլորը բեմի վրա են։ Ու շատ դժվար է դա։ Ես չեմ ուզում նշել քո հարցս չեմ ձևակերպի, իմ ստանդարտ հարցերից է նշիր դժվարությունները քո ուղու, դա չեմ ուզում նշեմ, քանի որ այդ հարցը չեմ ուզում, քանի որ միասին շատ տեսել ենք խնդիրներ, որ անցել ենք։ Ես կուզեմ նշես դու այն հետաքրքիր ձեռքբերումները, որոնք որ դու ունեցել ես հոռեկայից, այն լավ գծերը, որոնք որ դու վերցրել ես հոռեկա բիզնեսում աշխատելուց ու հիմա մի քիչ պատմի ինչով ես դու զբաղվում, որտեվ դու ես այն շատ հետաքրիր գործունեություն ես ծավալում, որը որ նաև օգնելու է մեր հոռեկայի զարգացմանը։ Այո։ Հոռեկան տեսեք, այն ոլորտն է, որ բավականին լավ կյանքն ես հասկանում, մարդկանց ես հասկանում, շատ արագ ես հասունանում մարդկանց ճանաչելիության հարցում։ Ու դա տարիների ընթացքում կուտակային քեզ շատ իմաստնացնում է։ Այ հենց դա է, կարծում եմ, որ ամենամեծ ձեռքբերումն է ինձ համար եւ մի այսպիսի թեվավոր խոսք կա, որ ասում են, եթե դու ռեստորանային բիզնեսում կարողանում ես հաջողել, այսինքն դու ցանկացած բիզնեսում կարող ես հաջողել։ Եվ ես դա իմ վրա զգացել եմ, որովհետեւ դու այնքան դժվարություններ ես հաղթահարում այս ոլորտում հոռեկայում, որ այն մնացած դժվարությունները քեզ համար խաղու բար են։ Անկեղծ եմ ասում։ Ես երանի եմ տալիս, որ իմ գործընկերները, ռեստորատորները փորձեն այդ ռիսկը վերցնեն իրենց վրա եւ ինչ որ ձևի փոխեն իրենց ուղղությունը։ Շատ ցանկալի կներ, որ այսպես կոնտինենտ, այսպես միանգամից փոխեին, բացարձակ ուրիշ ոլորտ գնային ու կհասկանային, թե իրանք ինչ մղձավանջ են ունեցել, հիմա ինչքան ավելի հեշտ է իրանց աշխատել այլ ոլորտում, բայց դա նորից եմ ասում, դա իրանց փորձից է գալիս, որտեղ շատ բարդ բիզնես է, հոռեկայում աշխատողները իրոք հերոսներ են, գործատուները ամենամեծ հերոսներն են։ Հիմա ես ճիշտն ասած այսպես նախաձեռնող խումբ առաջացավ ռեստորատորներով, որոնք որ բարձր գիտակցություն ունեն, մենք որոշեցինք այս ոլորտը մի քիչ ոտքի հանել, միավորել, որովհետև հասկացանք, որ եթե այսպես ամեն մեկս անկախ մեզ համար աշխատենք, մեր խնդիրները ինքնուրույն փորձենք լուծել պետական իշխանության հետ առաջացած հարցերում, դա լինի քաղաքապետարան, լինի դա ՊԵԿ-ը, թե ՍՆԴ անվտանգության տեսչությունը, մենք տանուլ կտանք։ Հիմա մենք այդ նախաձեռնող խմբով որոշել ենք ոնց որ ստեղծել հոռեկա ոլորտում ասոցիացիա հարթակ ասեմ, որը որ հիմնականում ինքը զբաղվելու է ռեստորատորների իրավունքների լոբինգով։ Դա հենց հիմա էլ արդեն աշխատում ենք քաղաքապետարանի հետ, արդեն 3-րդ հանդիպումն ենք ունեցել, աշխատանքային հարթակ ենք ստեղծել,
եւ քաղաքապետարանի կողմից կարգավորումները արդեն որոշել ենք, որ առանց մեր իմացության, առանց մեր քննարկման իրանք իրավունք չունեն դնեն ավականու որոշումներով անցկացնեն, որովհետև տեսեք, գովազդի մասին օրենքը ինչպես է անցել։ Գովազդի մասին օրենքը իրանք 1 տարի իրանց աշխատանքային խմբով, իրանց ներքին աշխատանքային խմբով աշխատել են վրան։ Երբ որ հարց առաջացավ իմ մոտ հարցրել եմ, ասել եմ, կներեք, էլի ոլորտից գոնե 1 մասնագետ եղել է կամ որը մեկին հարցրել եք, ասեցին չէ։ Չենք հարցրել։ Դա շատ վատ ցուցանիշ է։ Ես հուսամ, որ փոխվելու է, բայց գիտեք, իրանց էլ մեղադրել չի լինի։ Երբ որ ես ասեցի, բայց ինչի չեք հարցրել, մարդկանց ասում եմ, իսկ ում հարցնեք։ Մենք չեք կարող ընկնել բոլոր ռեստորատորներին հատիկ հարցնել։ Այ եթե դուք միավորվեք, մի հատ ընդհանուր կառույցում դուք քննարկեք այս հարցերը, մենք պատրաստ ենք նախագծերը ձեզ ներկայացնել, դուք բոլոր մասնագետներով, ոլորտի մարդկանցով քննարկեք, ձեր առաջարկություններն անեք, մենք պատրաստ ենք դա լսել։ Ու ես հավատացած եմ, որ իրանք իրոք կլսեն եւ մասնակցային կառավարում տեղի կունենա։ Դա նաեւ նպաստելու է լավ հարաբերությունների մրցակցային շուկայում, քանի որ այսօր մենք շատ նեղ մրցակցային շուկա ունենք ու մարդիկ պետք է ինչ-որ կետերում իրար հետ գոնե համագործակցեն։ Թե չէ միայն սուր մրցակցությունը խանգարելու է նաև։ Գիտեք, պետք է ուղղակի հասկանալ, որ անձանց շուրջ չպետք է հավաքվենք։ Մենք պետք է արդյունքների շուրջ հավաքվենք։ Մենք պետք է միմյանց օգնելով, մի պահ պետք է փոխենք, վերանայենք մեր դիրքորոշումները, որ մենք մրցակիցներ ենք։ Մենք պետք է հասկանանք, որ եթե միջավայրը լավացրեցինք, մեզ բոլորիս համար է դա շատ լավ լինելու, ինչպես նաև երկրի համար է լավ լինելու։ Օրինակ, Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի գաստրոտուրիզմի, որը որ մենք չենք օգտագործում, որովհետև մեր էներգիան, ստեղծարար էներգիան ռեստորատորների ավելի շատ գնում է հասկանալ, թե ոնց անենք այս տուգանքը վճարենք, ոնց անենք այս հարկը վճարենք, որովհետև իրանք շատ ծանր են նստում։ Մեզ համար ծանր է նստում։ Դուք ճիշտ եք ասում, ես ինքս վերջի տարին, գիտեք, նշեցինք նաև շատ մեծ իվենթներ ենք մենք կազմակերպում, Profood Armenian երբ որ արեցինք, ես ամբողջությամբ մենակ էի ոլորտում ու չկար պետական ինչ-որ մի կառույց, ում ես կարող էի գնայի դիմեի, ասեի, գիտեք, գաստրոտուրիզմը զարգացնելու համար այսպիսի բան ենք անում, 50-ից ավել շեֆ ենք բերում, Michelin star խոհարարներ կան, բլոգերներ կան եկող, լրատվականներ կան, մարդիկ համախմբվեցին, մենք մեր ուժերով դա արեցինք, ես մեծ հույս ունեմ, որ նաև ձեր կառույցը այն նմանատիպ միջոցառումներին է կաջակցի, որ ավելի նպաստի, որ նմանատիպ իվենթները ավելի հեշտ ու պետական մասշտաբի անցկացվեն։ Այո, ես էլ հույս ունեմ, Սյուզի ջան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է այդ հանրային բարձր գիտակցությունն ունենանք ռեստորատորներով։ Մենք պետք է միավորվենք, մենք պետք է բացի այն, որ մեր շահերը ներկայացնենք ընդհանուր, այլ նաև հասկանանք, թե մենք ինքներս ոնց ենք զարգանալու։ Դա լինի մեր ստաֆի կրթության միջոցով, դա լինի իվենթների, միջոցառումների, Հայաստանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն դիրքավորվելու ուղղությամբ դա լինի։ Մենք բոլորս պետք է միավորվենք։ Դա ներդրում է պահանջում, եւ անձնական ներդրում է պահանջում, եւ ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Իսկ այսօրվա օրով ենթադրենք եղել են դեպքեր, որ ռեստորատորին ասել եմ, գիտես ինչ, ես ուզենամ միավորվես, ենթադրենք այսպիսի աշխատանքային հարթակ լինի, ասոցիացիա լինի, ՀԿ լինի, որ մեր իրավունքները կարողանանք պաշտպանենք, զարգանանք, առաջին հարցը սա է տալիս։ Իսկ ինչ եմ ես ստանալու։ Եղբայր երկարաժամկետ է ստանալու։ Դու կարճաժամկետ չես ստանալու։ Դու պետքա քո այդ գիտակցությունը փոխես, որ պատրաստեցիր քո սթեյքը, տարար դրեցիր հաճախորդի սեղանին, անմիջապես մի ժամ, 2 ժամ հետո դու դրա գումարը ստանալու ես։ Այդ ալգորիթմը չի աշխատելու։ Դու պետք է հասկանաս, որ
քո փոքր ներդրումով այն խմբերը, որ պետք է ձևավորվեն քո իրավունքները պաշտպանելու համար, այդ խմբերին դու պետք է օժանդակես եւ ֆինանսապես եւ նաեւ քո մարդ ուժով, եթե դու ունես լավ իրավաբաններ կամ ինքդ լավ ես հասկանում, կամ ինքդ լավ կապեր ունես պետության որոշակի օղակների հետ, կապեր գոնե ստեղծես, որ այդ խումբը կարողանա ճիշտ գրագետ աշխատի պետության հետ, զբոսաշրջության կոմիտեի հետ, PR կամ մասնագիտական կառույցների հետ, մարքեթինգային կառույցների հետ, որպեսզի քո ոլորտը ընդհանուր աճ ձևավորի։ Այդ դա շատ բարդ է, այդ հանրային գիտակցությունը պետք է ունենան։ Այդ գիտակցությանը բերելը բավականին բարդ է ու դուք այսօր նախաձեռնել եք այդ Ես հուսով եմ, որ ձեր մոտ շատ լավ կստացվի ամեն ինչ, վստահ եմ, որ նաև կստացվի, քանի որ գիտեմ քո այսպես մարդ տեսակը պայքարող, ես նշեմ հարգելի լսողներ մեզ, որ Հասմիկը այն եզակի ռեստորատորներից է եղել, ով ամեն օր տեխնոլոգիաների մեջ է ու ինքը զարգացնում է առաջինը իրեն։ Երբ որ AI-ը նոր էր դուրս եկել, ChatGPT-ն նոր էր, առաջի մարդը ով այսպես պրոֆիլի նկարը փոխել էր AI-ով մի հատ sense սիրուն նկար էր սարքել Հասմիկներ, ես այսպես թերթացի ասում եմ, ես ի՞նչ նկար է, ու մի անգամից երբ որ խոսացի, հասկացա, որ Հասմիկը էլի ինքը իր ռեսերչների մեջ ա եղել, գտել է, ու սկզբից երբ որ նշեցիր մարքեթինգից ես փորձ չունեի, հավատա դու շատ մեծ փորձ ունեիր, քանի որ մարդ ով գիտի գրագետ պլան գրել, թայմինգ անել, թիմի հետ համակարգել, համագործակցել, շատ հեշտ էր ստացվում դրա համար մեզ մոտ։ Ես այսօր էլ տեսնում եմ դու ինչքան այսպես տեխնոլոգիաների մեջ փնտրտում ես, զարգացնում ես, դու չես նստում ու ասես, էս ունենք վերջ։ Ու իմ խորհուրդն է, գնացեք Հասմիկի հետ, ծանոթացեք, իր հետ անհատական հանդիպումներ այսպես որպես մասնագետ ունեցեք, լսեք, որտեվ մարդ ով իրեն այսօր շուկայում կայացրել է, ու ես շատ հպարտ եմ, որ քո հետ ունեցել եմ այդ հնարավորությունը համագործակցելու ու նաև այս ընկերությունը, որ մենք ձեռք ենք բերել։ Շնորհակալ եմ քեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Սուզի ջան։ Մերսի շատ հետաքրքիր հարցազրույցի, այսպես զրույցի համար, քանի որ շատ հարթ, հեշտ, հանգիստ ամբողջ ինֆորմացիան մի շնչով տվեցիր, բոլոր մեզ լսողներին խորհուրդ եմ տալիս նաև հետևել Հասմիկի ու արդեն հետագայում համակարգի գործունեությունը, որը ծավալվելու է։ Շնորհակալություն։ Ինչ խորհուրդ ես ուզում այսպես ամփոփիչ տաս մեր ոլորտին։ Մեր ոլորտին ցանկանում է, որ իրենք միշտ լինեն այդքան ուժեղ, ինչքան որ կան, էլ ավելի ուժեղանան, էլ ավելի հզորանան, մեկս մյուսով, ոնց որ մեջքի տանք, եւ ես իրոք հավատում եմ, որ մեր երկիրը գաստրոտուրիզմի ամենալավագույն կետերից է լինել։ Ուղղակի մենք չենք կարողանում դա ստեղծել։ Բայց կկարողանանք։ Ինչ որ մի հատ գիտակցության պետքա գանք, որ դա կարողանանք անել։ Եթե համախմբվենք, հաստատ կկարողանանք անել։ Մերսի շատ, նշեմ, որ իմ հյուրն էր Հասմիկը Բարխուդարյան, իսկ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր ոդքասթերը ոլորտի լավագույն մասնագետների հետ։